պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում երկու կառավարության որոշումներում փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում կենսաթոշակները բարձրանալու են Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 1-ից։ Կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար եւ խոսքը 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8,500 դրամով, դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95,000 դրամ։ Կենսաթոշակները եւ նպաստների բարձրանալու որոշման մեջ նաեւ նախատեսված է բարձրացում հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար, որոնց դեպքում նույնպես նրանց նպաստները բարձրանալու են ուղիղ 10,000 դրամով եւ հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի եւ ֆունկցիոնալության խորը ծանր եւ միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների կենսաթոշակները այսօր 39, 37.5 եւ 36,000 դրամ են նպաստները եւ դառնալու են դրանք 49, 47.5 եւ 46,000 դրամ։ Վերջի օրերին իհարկե պարոն վարչապետ շատ ենք խոսել այս փոփոխության մասին, ես եթե թույլ տաք այս պահին կանգ առնեմ, որտեղ ինֆորմացիան, որը որ կհետաքրքրի, փորձեմ հարցերի միջոցով պատասխանել, բայց ընդհանուր առմամբ սա շատ մեծ եւ էական փոփոխություն է մեր արդեն նշեցի 600,000-ից ավել կենսաթոշակառուների համար եւ սա չհաշված այն հետվճարը, որ մենք արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, ինչը որը կազմում է 20% եւ 10,000 դրամ, մինչեւ 10,000 դրամ, եւ այս բարձրացումը բերելու է նաեւ այդ հետվճարի միջին թվի էլի էական բարձրացման, այսինքն ամեն յուրաքանչյուր դեպքում իհարկե կլինի տարբեր թվեր, բայց միջիններով եւ հնարավոր առավելագույններով դրանք բավական շոշափելի թվեր են յուրաքանչյուր մեր կենսաթոշակառուի համար։ Շնորհակալ եմ, պարոն Թովոսյան, հարգելի գործընկերներ, այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այն թվում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են եւ հարկ վճարող են, եւ նաեւ ելի ուզում եմ ընդգծել նաեւ այն մարդկանց, ովքեր կամ ՀԴՄ բաց են թողում, թողարկում են կամ էլ եթե բաց թողները մոռանում են, ձեռքբերողները հիշեցնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր թոշակառուներին, որոնցից արդեն ավելի քան 400,000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու այդ հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում եւ այն ժամանակ հիշում եք քննադատություններ կամ մեր հասցեին, որ թոշակառուների թոշակը բարձրացնելու համար ուզում են թոշակառուներին մղեն, չգիտեմ, հարկային տեսություն դարձնում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մեր թոշակառուները դժգոհ չեն, որ իրանք հանրային կյանքում իրանց ակտիվությունը պահպանելու եւս մի լրացուցիչ մոտիվացիա են ստեղծում։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել պետական կառավարման համակարգի մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1%, այլ էականորեն ավել։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես չափազանց կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ քանի որ մենք 2021 թվականին մեր ստանձնած պարտավորություն այս համակարգերով կատարում ենք այսպիսով, այսինքն նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից, ընդ որում ես հասկանում եմ դե յուրե նրբությունները շատ են, բայց ինձ համար հետվճարը այս process-ի մաս է, որովհետև ես հասկանում եմ, որ
համակարգային առումով այդ տողերը ինչքան հնարավոր մենք սիրում ենք տես տողերը հնարավորինս շատացնել, ես սիրում եմ տողերը հնարավորինս քչացնել։ Այսինքն դա ինձ համար կարևոր չի վերնագիրը, կարևորն է նա, որ մարդը ստանում է այդ գումարը եւ հետեւաբար պարոն Թորոսյան, այս փոփոխությունները վերաբերվում են ապրիլի 1-ից, այսինքն առաջիկա հաջորդ թոշակը թե մարտին դեռ չի Արդեն վճարված է ապրիլին ստացվող թոշակը արդեն այս փոփոխությունները ներառյալ կլինեն։ Այս չէ, մարտինը չէ, հաջորդ թոշակը Մարտինը արդեն վճարված է, պարոն վարչապետ, հենց ուղիղ ապրիլի 1-ին, քանի որ ապրիլի 1-ը աշխատանքային օր է, առաջի աշխատանքային օրը կփոխանցվեն փոփոխված չափերով արդեն։ Շատ լավ։ Մենք մի հատ ուրիշ խնդիր էլ ունենք լուծելու անկանխիկ ձևով թոշակները ստանալը։ Մենք հասցնում ենք ապրիլի 1-ից։ Պարոն վարչապետ, առավոտյան դրությամբ, այսինքն վերջնականապես փակված կամավոր ձևով փոխելու այդ հնարավորությունը 9200 հոգի է մնացել ընդամենը, որ դեռևս փոփոխված չէ եւ այս 25 օրը մոտակա մենք օգտագործելու ենք այդ մեր քաղաքացիների քարտերը տուն հասցնելու եւ վստահ ենք, քանի որ լավ պատրաստվել ենք այս ամեն ինչին եւ իրավական առումով եւ լոգիստիկ տեխնիկական առումով, որ ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց կեսաթոշակները կստանան իրենց քարտերի վրա։ Ընդ որում ես ուզում եմ անկեղծ ասել, ես 2 տարի եւ ավելի տենց էլ չեմ հասկանում այդ խոսույթը, որ տարիքով կամ սահմանափակում ունեցող մարդկանց հարմար չի թոշակը ստանալ անկանխիկ։ Չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ նախ այդ գումարը ավելի անվտանգ է, որովհետեւ այդ գումարի ցանկացած շարժ հետագայում հետագծելի է, ինչ եղավ։ Երկրորդը սահմանափակում ունեցող մարդը այս պարագայում հարավել եւս թոշակը ստանալու համար ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, այսինքն իր սեղանին կամ դրա բանակի մեջ քարտը դրած է, թոշակը գալիս է։ Եվ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ինքը տալիս է ինչ-որ մեկին, որ իր համար առևտուր անեն, այդ դեպքում էլ է հետագծելի։ Ինչ ձեռք բերվեց, ինչ գնով, արդյոք ձեռք բերվեց այն, ինչ որ ակնկալում էր եւ այդպես շարունակ, եւ հետեւաբար ստեղ էլ էսեն դեպքն է, որ տենց բանի ներքո սպառնալիքների ներքո, ոչ թե սպառնալիք է տառմով, որ վայ պրոբլեմ կլինի, ես կլինի, մի հատ էլ նայենք, 2 տարի անկեղծ, մեր համակարգին անդադ ասում են, լավ չանենք, որովհետև խնդիր կլինի։ Ես 2 տարի մտածում եմ այդ ասում եմ, լավ, ինչը չեմ ես հասկանում այս իրավիճակում։ Եվ հետեւաբար լավա ուշ քան երբեք, բայց ինչի համար եմ ասում, եթե հանկարծ իրոք կպրոբլեմ կլինի որևէ տեղ, որ մենք չենք հասկացել այսքան ժամանակ, մենք կգնանք այդ խնդրի հետևից օպերատիվ ձևով կլուծենք։ Պետք կլինի կչեղարկենք մեր որոշումը, ներողություն կխնդրենք, բայց ես չեմ կարող պատկերացնեմ այդպիսի իրավիճակ։ Երկրորդը, մեր մարզային այցելությունները ինչ ցույց տվեց, չնայած արդեն 400,000, որ օգտվում են անկանխիկ առևտրից, արդեն ըստ էության արդեն պարզա, որ համակարգը գնալու է, բայց մենք մինչև հիմա էլ խնդիր ունենք գոնե մարզերում հանդիպած մի քանի թոշակառուների հաղորդակցությունը ուղիղ եթերում է եղել, ցույց է տալիս, մենք խնդիր ունենք մարդկանց ներկայացնել, այնպես անել, որ իրանք տեղեկացված լինեն, թե դա իրանց ինչ օգուտ է բերում։ Այսինքն մենք պետք է այդ առումով միասնական սոցիալական ծառայությունները եւ այլն թող մարդկանց քաջալերեն, որովհետեւ մարդը ասում է, վայ, ես Դες դեպք էլ կա, երբ որ իրավիճակը նկարագրում, որ ինքը 5000 դրամ, ասենք, վարկ ունի վճարելու, որը իր համար խնդրեմ, ասում ենք, բայց եթե այդ նույն առևտուրը անկանխիկ անեք, առանց որևէ մեկի խնդրելու, այդ 5000 դրամը կառաջանա, կգոյանա ձեզ համար, հետեւաբար այս ուղղությամբ աշխատենք։ Հաջորդը, որ կենտրոնական բանկի հետ ենք աշխատել, եւ ես նամակագրությունից ճիշտ եմ հասկանում, մի շարք հիմնականում փոքր եւ միջին շահառուներից անկանխիկ առևտրի միջնորդավճարը նվազում է մարտի 1-ից, պարոն Գալստյան։ Իհարկե առաջին օրերին դեռ առաջին օրերի մեջ ենք, տեխնիկական խնդիրներ են, որոնք կլուծվեն, բայց մենք այդ որոշումը կայացրել ենք ավելի ճիշտ բանկերի մեր գործընկերների հետ կենտրոնական բանկը աշխատել է, խնդրում եմ կարճ ասել, այդտեղ ինչ լուծման ենք եկել։ Ուրեմն նախ շնորհակալություն պարոն վարչապետ, բանի հետ կապված, որոշման հետ կապված
Երկու տիպի քարտեր կան, մեկը արկանա, մյուսը արդեն միջազգային քարտերն են։ Միջազգային քարտերի համար գործում է 0.9% սակագին, գործելու է 0.9% սակագին։ Միջև հիմա ինչքան էր։ Միջև հիմա նայած տարբեր բաներ կար, բայց Ուզում եմ հասկանամ նվազում ինչքան է մոտ մոտավորապես։ կրկնակի։ Կրկնակի Մոտ նվազում։ կրկնակի նվազում կա։ Ու արկա քարտերի համար 0.5%, որի 0.5%-ա լինում, թե այդքան նվազում է։ Չէ, 0.9-ից իջնում է 0.5, 1-ից իջնում է 0.5, այնտեղ քանի որ միաթիվ չի, տարբեր տիպի խանութների համար տարբեր։ Այսինքն միջինում մենք Էլի մոտ կրկնակի, այսինքն ամեն մեկը իր բանի մեջ մոտ կրկնակի։ Իսկ սա բոլոր տնտեսվարողների համար Չէ, թե սա փոքր եւ միջին։ վերաբերվում է փոքրներին, սա վերաբերվում է մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցող խանութներին, կրպակներին եւ այլն։ Ներողությունը ինչ կապ ունի հարցի հետ, որովհետև հիմա շատ նաև խոսվում է նրան մասին, որ գյուղական վայրերում շատ խուսափում են, թոշակառուներին չեն ուզում անկանխիկ առևտրին ընդառաջել, ասելով որ չի աշխատում, որ գնում ենք այդ մարդկանց ենք հարցնում, ասում ենք բա ժողովուրդ ջան, ինչի՞ է ծրագրից չեք օգտվում, ասում են փոքրների համար միջնորդավճարը խնդիր է։ Հիմա մենք քննարկեցինք եւ որոշեցինք աշխատել եւ խնդրել մեր գործընկերներին, որ նաև սոցիալական պատասխանատվության համատեքստում մեր բանկերը ընդառաջ գնան այս տրամաբանությանը եւ շնորհակալ ենք այն բանկերին, ովքեր ընդառաջ են գնում։ Բոլորն են այդ Բոլոր կատեգորիայի բանկերն են, բոլորը։ Ուրեմն բոլորին ենք շնորհակալ։ Այսինքն եւ տեխնիկական խնդիրների հետ կապված էլ 3 չառաջի օրը երեկոյան բանկերի միությունը հաղորդագրություն տարածեց, այսինքն այն տնտեսվարողները, որոնք նույնիսկ միջև ամսի 1-ը կամ ամսի 1-ից որոշակի ժամանակ անց կունենան տեխնիկական խնդիրներ, իրանք պիտի լինեին այդ կատեգորիայի մեջ, բայց բանկը չի հասցրել կպցնել, որովհետև լոգիստիկ խնդիրներ կան, այդ տնտեսվարող սուբյեկտների համար մարտի 1-ից հետո վճարված ավել գումարները կփոխհատուցվեն։ Ինքը հետ կտան այդ գումարները։ Սա կարծում եմ շատ կարևոր եւ համակարգային որոշում է եւ հույս ունեմ, որ նաև անկանխիկ առևտուրը մարզերում, գյուղական բնակավայրերում կզարգանա։ Իմիջիայլոց ասեմ, տուրիստական հոսքերի համար էլ է սա շատ կարևոր, որտեղ ժամանակակից զբոսաշրջիկները իրանք սովոր չեն արդեն տենց թղթադրամների հետ գործ ունենալ եւ այլն եւ սա կարևոր է։ Շատ լավ։ Հա, եւ հաջորդ հարցը, հարգելի գործընկերներ, հիմա քանի որ մենք այդ նպատակներին խնդիրներ լուծել ենք, շատ կարևոր է ունենալ համակարգ, որ մեզ հետ չպտտի։ Այսինքն նվազագույն պարենային զամբյուղ եւ սպառողական զամբյուղ, եւ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ մենք պետքա դա գնաճի հետ կապենք եւ գնաճով բան անենք, վերանայենք, ինդեքսացիայի ենթարկենք, բայց ստեղ մենք մի խնդիր ունենք լուծելու, այս համակարգը պետքա մի քիչ հետաձգված է գործելու, որովհետեւ որպեսզի մեր բյուջետային process-ները նաև կանոնակարգերը չխառնենք ամեն ինչի իրար, այսինքն 2028 թվականից դա կմտնի ուժի մեջ, որպեսզի նախորդող շրջանի գնաճի տնտեսական աճի արդյունքները արդեն ամփոփված լինեն եւ առաջիկա բյուջետային process-ների ընթացքում մենք դա ամբողջական ունենանք։ Եթե մենք բոլորս ավելի լավ կաշխատենք այդ թվում տնտեսությունը եւ այլն հարկային եկամուտները ավելին կլինեն, մենք գնայինք, բայց մեր նպատակը, հա, ընդ որում ես ուզում եմ էլի այս ֆունդամենտալ ձևով արձանագրենք։ Էլի ամենայն հարգանքով, բայց ես այդ տողերի միջև շատ տարբերություն չեմ դնում։ Ես չեմ տեսնում տարբերություն քաղաքացին, ես կարծում եմ, որ եթե սոցիոլոգիական հարցում անենք, մեր թոշակառուների գոնե 97%-ը կասի ինձ չի տակրում ես բյուջետային որ տողով եմ այդ թոշակը ստանում, այդ գումարը ստանում։ Կարևորը որ ես ստանում եմ այդ եւ մեխանիզմն էլ մենք կարող ենք ստեղծագործ լինել, մերը քաղաքական խնդիրը լուծելն է, որ չվատանա, այսինքն եկել հասել ենք այդ կետին։ Հիմա սա թոշակառուի համար բարեկեցություն ինչ բառ թոշակառուի համար ապրուստի ապահովության նոր մակարդակ է։ Մեր խնդիրն է, որ առնվազն երաշխավոր ենք, որ այս նոր մակարդակի չի իջնելու։ Ինչքան կավելացնենք փառք աշխատողներին, ստեղծողներին, բայց առնվազն պետք է մենք այս
բուֆերը դնենք համոզվելու, որ հետ չի գլորվի իրավիճակը, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ես մի քանի բարձրաբանումներ ուզում եմ զեկուցել հատկապես այդ թվերի բովանդակության վերաբերյալ։ Պարոն Թորոսյանը արդեն նշեց, որ մենք չնայած նվազագույն կենսաթոշակ պարենային զամբյուղի արժեք խնդիրը վաղուց էինք լուծել, մի քանի տարի առաջ էինք լուծել, որովհետև հիշենք, որ պարենային զամբյուղի արժեքը 34.500 է, 34.500 կամ 35.000-ի սահմաններում, մինչև այսօր, մինչև այս բարձրացումը պարենային զամբյուղի չափով առնվազն ապահովելու խոստում եղել էր կառավարության ծրագրով նվազագույն կենսաթոշակ ստացողների համար, որոնցը 36.000 էր արդեն իսկ նախորդ բարձրացումները հաշվի առած, ավելացնում ենք ևս 10.000 եւ լինում է 46.000։ 46.000-ը 35.000-ից էապես է բարձր, պարոն վարչապետ, եւ եթե անգամ 2027 թվականին արժեզրկումը հաշվի առնելու լինեինք, միևնույն է մենք շատ բարձր ենք այն հայտարարված նվազագույն պարտավորվածությունից կամ հանձնառությունից, որ եղել է կառավարության ծրագրով։ Հետևաբար եւ մտածելու եւ ճիշտ կարգավորումներ սահմանելու ժամանակ մենք առնվազն այս առումով ունենք։ Հաջորդը սպառողական զամբյուղի արժեքի չափ։ Ի վերջո մեր հանձնառությունը եւ խոստումը որն է եղել, որ միջին կենսաթոշակ ստացող մարդը կստանա այնքան, որ կարողանա վճարել սպառողական զամբյուղի կազմի մեջ մտնող ապրանքների եւ ծառայությունների դիմաց։ Ինչպես դուք արդեն ասացիք, եւ պարոն Թորոսյանը նշեց իր խոսքում 49.000 դրամ առ այսօր միջին կենսաթոշակի չափներ, ավելացնում ենք 10.000-ով եւ միայն դրամական այդ հատվածը 59.000 է։ Բացի դա, հետվճարի ձևով յուրաքանչյուր կենսաթոշակառու ունի իրավունք ստանալու մինչև 10.000 դրամ։ Միջինը մինչև այսօր 7.000 էր հետվճարի, եւ մենք այս բարձրացումները հաշվի առնելով կարող ենք վստահ լինել, որ շատերի դեպքում այդ 10.000-ը կլրացվի։ Եվ այս 59.000-ը եւ այդ 10.000-ը միասին արդեն 69.000-ին կարող են մոտենալ, որը նորից էապես բարձր է, քան սպառողական զամբյուղի արժեքը։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Պարոն Թորոսյանի հետ այդ մասին խոսել ենք, եւ ես համաձայն եմ, որ ձևակերպումների տեսանկյունից պարոն Թորոսյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնավորումները շատ ամուր են։ Կառավարությունը հայտարարել է, որ միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, անկախ նրանից, թե ինչ է մտնում այդ սպառողական զամբյուղի արժեքի մեջ։ Բայց այդ 62.000 դրամի մեջ 6.000 նախատեսված են առողջապահական ծախսերի համար։ Եվ մենք պարտադիր ապահովագրության առողջապահական ապահովագրության համակարգով այն ծախսերը, որ թոշակառուն կկատարեր իր միջին կենսաթոշակը ստանալով, զգալի չափով կատարում ենք ապահովագրության համակարգի հաշվին։ Այսինքն, եթե նույնիսկ չգնահատենք, թե այդ 6000-ի որ չափն է, որ այլևս չի ծախսելու կենսաթոշակառուն, դա նույնպես պետք է մտովի ավելացնել են 69.000 դրամին, որ արդեն կառավարության կողմից որպես դրամական կամ ոչ դրամական բնեղեն ծառայությունների միջոցով հասանելի հատուցում ապահովում է կենսաթոշակառուների համար։ Սա նույնպես մեկ կետ է, թե մենք ինչու ժամանակ ունենք նորից մտածելու այդ ինդեքսավորումը ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կառավարության եկող ծրագրային ժամանակահատվածում լուծելու համար։ Պարոն վարչապետ, ես մի բան եմ խնդրում, որ պարզաբանեմ, հարցին առնչվող է եւ շատ կարեւոր եւ այսօր առավոտյան մամուլին ծանոթանալուց նկատեցի, որ այդ հարցը շրջանառվում է, թե իսկ արդյոք այս բարձրացումը, որ տարվա միջին մասում կատարվում է 79 միլիարդ դրամ կամ 78 միլիարդ դրամ ծախսեր է առաջացնելու, ապահովված է համապատասխան եկամուտներով։ Ընդ որում մեր լրագրողական համայնքը շատ ուշադիր են հրապարակային փաստաթղթերի նկատմամբ, որոնք կառավարությունը տեղադրում է քննարկումների վերաբերյալ, առիթ է դարձել մեր աշխատանքային քննարկումների փուլում ֆինանսների նախարարության կողմից մի դիտարկում, որ այսպիսի ավելացումը մակրոտնտեսական տեսանկյունից ռիսկ է, որ պետք է կառավարել ֆինանսական ծախսերի ավելացման տեսանկյունից, ինչը մենք քննարկած ենք եղել եւ լուծումները նախապես գտել ենք հենց ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի հետ։ Այսինքն մենք նախապես իհարկե այսօրվա քննարկման հարց չի, որովհետեւ մենք այսօր խոսում ենք ոչ թե բյուջետային միջոցներ հատկացնելու վերաբերյալ, որը առանձին որոշմամբ կգա հաջորդիվ, այլ մենք խոսում ենք միայն քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։
բայց առնվազն մեր քննարկումները ցույց են տվել, որ մենք երկու բան ենք անելու, առաջինը հատկացումները կատարելու ենք երամսյակային կտրվածքով լրացուցիչ հատկացումները, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի մեր տեսադաշտում եւ խելամիտ կարգավորումների ներքո, եւ երկրորդը վստահ ենք, որ պետական եկամուտների կոմիտեի հետ նաեւ նախապես քննարկումների արդյունքում ձեր իսկ կողմից նշված արդեն ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրացվելու են։ Այսինքն առնվազն այս ավելացման կեսը ապահովված է լինելու լրացուցիչ հարկային եկամուտներով, որի մասին մենք ընթացքում տարվա կխոսենք, իսկ մնացած մասը մենք եւ պաուստային ֆոնդում այդպիսի հնարավորություններ ունենք եւ ծախսերի վերաբաշխման եղանակով հնարավորություն ունենք տարվա ընթացքում կառավարելու ենք։ Ես վստահ եմ, որ նաեւ այսօր կառավարության նիստից հետո հավանաբար ձեզ այդ հարցը կտան, դրա մասին ուզում եի նախապես խոսել, որ լինի ընկալում եւ համոզմունք, որ ամեն ինչ կառավարելիության շրջանակում է։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, այո, ձեր նշած առաջին հատվածը, որը վերաբերում է սպառողական զամբյուղի մեջ առողջապահական ծախսերին, նախորդ օրերին ձեր նշած ինստիտուցիոնալ համակարգը մեզ ներկայացրեցին հենց մեր թոշակառուները։ Օրինակ Իջևանի հենց կենտրոնում թոշակառուներից մեկը բացատրեց, որ նախկինում ինքը 30-ից 40 հազար դրամ իր թոշակը վճարում էր դեղեր ձեռք բերելու համար, հիմա այդ դեղերը ստանում է, եւ հետեւաբար ինքը ներկայացրեց, որ իր թոշակը ավելի մեկից ոչ թե 10,000-ով է բարձրանալու, այսինքն միջև հիմա արդեն 30,000-ով բարձրացել է, եւ ոչ թե 10,000-ով է բարձրանալու, այլ 40,000-ով է բարձրանալու, ու ինքը մի քիչ ավելի բան արեց, ես իր Ես այն դեպքն է, որ քաղաքացու ասած թվերը ես տենց նվազեցնում եմ, որովհետեւ բան չլինի։ Եվ երկրորդը մեր բյուջետային հարցերին անդրադառնալու համար եկեք նայենք 2025 թվականին ինչա տեղի ունեցել։ 2025 թվականին մենք բյուջեի եկամտային կանխատեսումը փոխել ենք եւ ավելացրել ենք ինչքան 30 թե 40 միլիարդով։ Եվ արդյունքում կատարման արդյունքում, այսինքն մենք խորհրդանում ընդունած բյուջեից մեր հարկային եկամուտները գերակատարել ենք ինչքան Համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, մենք 26 թվականի բյուջեն պլանավորելուց նախատեսել ենք, որ 25 թվականին պլանավորվածից 30 միլիարդով ավելի քիչ եկամուտ ենք հավաքելու։ Եվ քանի որ այդ պլանի համեմատ Եղություն էլի պարոն Հովհաննիսյան, որպեսզի հասկանալի լինի նաև հանրությանը ինչի մասին է խոսքը։ Մենք երբ որ պլանավորում ենք 26 թվականի բյուջեն, 26 թվականի բյուջեն պլանավորելիս, երբ որ սկսում ենք, իր նախորդ աստիճանը, նախորդ տարվա բյուջեն է, որի վրա մենք ոտ ենք դնում, որ մեր ոտը դնենք հաջորդ աստիճանի վրա։ Հիմի մեր կանխատեսած ոտը, այս մի աստիճանը եղել է 30 միլիարդով պակաս, քան հետո արդեն հունվարի 1-ին հասկացել ենք, որ մենք մեր այս մի ոտը 30 միլիարդով ավելի բարձր է, քան թե մենք նախկինում մտածել էինք։ Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, որը մեզ Ելի ընդհատեմ, հաջորդ աստիճանն էլ, այս մյուս ոտն էլ տնտեսական աճի կանխատեսումների վրա է, որը եւ ներքին եւ միջազգային կազմակերպությունների կողմից նույնն էր, չէ՞ մոտավորապես եւ մերը ավելի բարձր մի քիչ ավելի բարձր, բայց միջազգային կազմակերպություններն էլ մեր ներքին փորձագետներն է կանխատեսում էին, որ մոտավորապես 2% ավելի քիչ կլինի տնտեսական աճը։ Այսինքն այստեղ էլ այս մի ոտն էլ իրականում, երբ որ փետրվարի վերջին վիճակագրության կոմիտեն հրապարակեց նախորդ տարվա տնտեսական աճը, այդ ժամանակ մենք տեսանք, որ կոպիտ ասած այս մի ոդքն էլ է էականորեն բարձր։ Եվ դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ այս տարի մենք կունենանք 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով։ Եկեք ասենք առնվազն 40։ Եվ բնականաբար մենք ունենք նաև պաուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար, այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորենք այս բանը, բայց եթե թույլ տաք մի դրվագ այդ պարոն Խաչատրյանի ասած մասով, մեր դիտարկումը եղել է այն մասին, որ
նախագծի մեջ բացահայտված չի աղբյուրը, բայց մենք իրար հետ քննարկման ժամանակ այդ աղբյուրները իդենտիֆիկացրել ենք եւ ըստ այդը մենք որոշում կայացրել, որ այս ճանապարհով գնանք եւ այստեղ որևէ խնդիր չկա։ Պարոն Խաչատրյան, ձեր ասած մյուս դիտարկման հետ կապված ինչ եմ ես այդպիսի վստահությամբ այդ կոմպենսացիայի ինդեքսացիայի թեման այդպիսի վստահությամբ ասել։ Այսինքն երկար փորձագիտական որ հաշվի առնելով ձեր ասած ռեզերվների արկայություն։ Այսինքն մեր խնդիրը, որ ես ձևակերպեցի, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Եվ ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի, նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք։ Այսինքն եւ մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ առանձնի արդյունանալու մտածել, խնդիրը հետեւյալն է, որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղի ցածր պետքա չլինի եւ չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, եկեք արձանագրենք եւ իմ ասածն է, որ պատմական փոփոխությունը ունի երկու առանձնահատկություն։ Առաջինը, երբ որ դրան հասնում ես, դա շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետքա խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ եւ դա գնում այլի հետագլորվում դեպի իր նախնական վիճակ։ Դա վերաբերում է ընդ որում ամեն ինչին, առիթ ունեցենք, դա վերաբերում է խաղաղությանը, դա վերաբերում է սոցիալական իրավիճակին, դա վերաբերում է կրթությանը, ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին։ Պետքա ֆիքսել եւ խնամք տանել, որպեսզի այն ինչ որ ձեռք ես բերե, դա հետագայում զարգանա։ Հետևաբար ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի հարգելի գործընկերներ, որովհետեւ իհարկե ոչ բոլորն են դալիճումներ կա, ում այս խոսքերը ուղղված են, որովհետեւ սա ձեր աշխատանքի արդյունք է եւ սա ձեր աշխատանքի ձեռքբերումն է։ Ես մի միտք էլ կա, որը ելի գիտեմ կրքերա բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի, թոշակառուներին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու եւ այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։ Ես տնտեսական աճ ինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել եմ նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից, որպեսզի անդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ, որովհետև զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում։ Ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Այն խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև եւ ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի բյուջեով մենք 4.5%-ը 24 թվականի բյուջեով 25-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք բան արեցինք, պահպանման ծախսերը պետական համակարգի 6.5 միլիարդ էր։ Այո, պարոն վարչապետ։ 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին։ Մենք
կրճատեցինք դա ռեզերվ արեցինք, մինչև հիմա 3.5 միլիարդն ենք ուղղել։ 3.5 միլիարդը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում սեն շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին, ընդ որում 78 միլիարդի մեջ հետ վճարը մտնում է 78 միլիարդ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հան տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Սա պետության հատկանիշ է։ Սա պետության հատկանիշ է։ Ի վերջո քաղաքական բանը վարչապետը եւ նախարարներն էլ կներեք, բայց դա նորմալ բան է, իրանք մեծ մասամբ քաղաքական գործիչ չեն, փոքր մասամբ վարչարար, որտեվ վարչապետը պետք է խնդիրները դնի, համակարգը պետք է գնի, քաղաքական են այդ խնդիրները։ Այդպես է եղել առողջության ապահովագրության համակարգը։ Ես մեր գործընկերներին հրավիրել եմ, ասել եմ, գիտեք ինչ, հունվարի 1-ից պետք է առողջության ապահովագրության համակարգը լինի։ Բայց կներեք, եթե ես նախկինում այդ կնշանակեր, որ ես 15 օր կամ 20 օր կամ մի ամիս պետք է ամենօրյա ռեժիմով զանգեմ, ասեմ, շաբաթը մի անգամ էլեկտրոնային փոստ եմ գրել, ընդ որում ոչ թե առաջին մակարդակի քաղաքական կառավարության անդամների հետ կապված է խնդիր եղել, որ իրանք էլ իրանց հերթին, չէ, պետք է կարողանան համակարգերը, ես իմացել եմ, որ համակարգերը աշխատելու են։ Համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները արհամարում ենք։ Այո, եւ մենք հիմա գետ կենտրոնացած պաշտոնյա, պետք գետ կենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ Եվ ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա եւ վերցնում եմ եւ ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 միլիարդ կրճատեցինք, դա էլ էր ծանր որոշում։ Որտեղ մենք պետական համակարգը սենց դրեցինք եւ կամային որոշմամբ ասցինք 4%-ով 6.5 միլիարդ փող վերցնում ենք ձեզանից։ Ես հիշում եմ, բոլորդ էլ լարված էիք, հարգելի գործընկերներ։ Այդ որոշումները կայացնելն էլ հեշտ չի։ Որոշումները կայացնելն էլ հեշտ չի, բայց այդ որոշումը մեկ կայացվել է։ Հիմա այդ 6.5 միլիարդից, որը ուզում եմ հիշեցնել, նախկինում համակարգի 6.5 միլիարդից 3.5 միլիարդը վերադարձրինք համակարգին այլ մեխանիզմով, այլ խողովակով, այլ բովանդակությամբ, այլ տեքստով, հիմա դրա արդյունքում 78 միլիարդ փոխանցում ենք մեր թոշակառուներին։ Այս լա թոշակառուներին մասին է, չենք խոսում ուսուցիչներին, զինվորականներին, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մենք գնալու ենք այդ ճանապարհով, այո, 3.5 միլիարդ, 4 միլիարդ ամեն կիսամյակում ներդնելու ենք եւ ամեն կիսամյակում մի անգամ դրա դիմաց 100 միլիարդ, մի անգամ 50 միլիարդ, մի անգամ 70 միլիարդ լրացուցիչ միջոցներ են գեներացնելու պետական կառավարման համակարգում։ Սա մենակ մի բանի մասին է, սա այն մասին է, որ մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Բավարար չափով լրջացել ենք եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլորիդ կրկին այս արդյունքի համար։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, պարոն Թորոսյան, այնուամենայնիվ կոմունիկացիային պետք է մի քիչ ուշադրություն դարձնենք այս թեմայի, որովհետև թոշակառուների այդ հանդիպմանը տարբեր հարցեր էին բարձրացում, որոնք պետք է հասցեագրել։
Մասնավորապես օրինակ իրենց տպավորությամբ ինքը որևէ կերպ էլ չի կարող կանխիկացնել գումար այդ քարտից, կարելի է սա կոմունիկացնել Չի ասել, որ կարան կանխիկացնել։ չէ, Դից մեկ օգտակար բան կա։ Օգտակար եւ երկրորդը շատ հանդիպեց իրականում թոշակառուների մեջ, որ իրենց մոտ տպավորությունն է, որ սա միանվագ է։ Իհարկե ժամանակը կգա մինչև մայիսի 1 մի անգամ է, հա, մայիսի 1 եւ կտեսնեմ, որ երկրորդ անգամը, բայց մինչև մայիս դեռ 2 ամիս կա, խնդրում սա էլ կոմունիկացնել։ Համեցեք Մոնտորես։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է։ Այդ ապատեղեկատվությունները միտումնավոր են տարածվում այն քաղաքական ուժերի կամ քաղաքացիների կողմից, որոնք շատ դժգոհ են այս մեր որոշումից, որովհետև նույն եւ իրավական առումով եւ մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, այդ երկու հարցերն էլ հասցեագրված են, այսինքն ոչ մեկին չի արգելելու իր իսկ միջոցները օգտագործել այս կամ այն եղանակով, կլինի դա կանխիկ թե անկանխիկ, բայց մենք խրախուսում ենք, որ դա լինի անկանխիկ, որտեղ դա ձեռնտու է թե իրենց թե պետական բյուջեին։ Մարդկանց պետք է ասել, որ կանխիկացնելով իրանք փող են կորցնում։ Այո, իհարկե կորցնում են։ Իրանք կորցնում են փող։ Հիմա ես նաև ուզում եի թվերին անդրադառնալ, նույնը պարոն Հարությունյան, միանվագ լինելուն է, այսինքն երբ որ մենք բարձրացնում ենք ըստ էության թոշակները, դա նշանակում որ ամեն ամիս այն օրը, որոնք նրանք այն քաղաքացիներ, ովքեր ստանում են թոշակ, ստանալու են պլյուս 10,000 դրամով թոշակ չհաշված հետ վճարը, բայց մի բան եմ ուզում ասել, պարոն վարչապետ, դուք այդ պատմական որոշման մասով որ խոսում եք, մենք նույնիսկ նվազագույնն ենք արդեն մոտեցրել, նվազագույն կենսաթոշակը, նվազագույն սպառողական զամբյուղին։ Եվ ես մի երկու թիվ ասեմ, առավելագույն չափով օգտագործելու դեպքում հետ վճարը, նույն հաշվի առնելով նաև մեր մյուս 2% արկա քարտերի դեպքում, ինքը կկազմի 91% նվազագույն սպառողական զամբյուղի 56120 դրամ, այսինքն 46 գումարած հնարավոր ամենամաքսիմալ հետ վճարը։ Միջին ներկայիս հետ վճարի դեպքում ինքը կկազմի 86% եւ կանխատեսվող միջին հետ վճարի դեպքում 89%։ Ինչը ինչի 86%։ Նվազագույն աշխատավարձը, նվազագույն սպառողական, որտեղ պարենայինի դեպքում մենք լուծել եւ շատ անցել ենք, սա նշանակում է, որ նույնիսկ այն ամենացածր ստացողները, օրինակ ծերության նպաստ ստացողները, որոնք որ չունեն բավարար աշխատանքային ստաժ կենսաթոշակ ստանալ, նույնիսկ իրենց դեպքում մենք հասնում ենք նվազագույն սպառողական զամբյուղին եւ մի կտոր էլ ավելացնեմ, երբ որ դուք խոսեցիք ինդեքսացիայի մասին, 28 թվականից արդեն երբ որ պլանավորում ենք, մենք հիմա այնքան ավել ենք նվազագույն սպառողական զամբյուղից, օրինակ կանխատեսվող միջին հետ վճարով, միջին կենսաթոշակը 110%-ն է կազմում վերջին երամսյակի 2025 թվականին նվազագույն սպառողական զամբյուղ, այսինքն մենք 10% այդ ձեր ասած ռեզերվը, որպեսզի պատկերացնենք։ Այո, դրա համար պարոն Թորոսյան, եթե նկատեցիք, դա էի ասում։ Ես այդ թեմայով նախնական քննարկումներ եւ այլն շատ չեմ արել, մի թեթև էլեկտրոնային փոստով եւ այդ որոշումը շատ վստահ հայտարարել եմ, թվում է այդ ռեզերվը հաշվի առնելով, որ մենք ռեզերվ ունենք, եթե հանկարծ ինչ որ բան այլ դիտանկյունից կնայենք, մենք այդ ռեզերվը կարող ենք օգտագործել, այդտեղ խնդիր։ Բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, դա էլ է շատ կարևոր, որովհետև անձը ինքն էլ գիտի ինչքան է իր մաքսիմալը, այդ 22%-ով դա նույնիսկ 117% է կազմում, այսինքն միջին կենսաթոշակ գումարած հնարավոր առավելագույն հետ վճար հավասար է պարոն վարչապետ 72000 դրամի։ Շատ լավ։ Մի բան ասեմ միայն, որ մենք այս թեմաների քննարկման արդյունքում պետք է նաև անհատականացնենք, տեսնենք օրինակ, որովհետև մենք հիմա ասում ենք միջին թոշակ եւ այլն, մենք հիմա թվայնացման արդյունքում այդ թվում պարոն Գրիգորյան, մենք պետք է հանրապետության արդեն անհատականացված վստահ լինենք, որ թոշակառու չկա անհատապես, որ պակաս է ստանում բանից սպառողական զամբյուղից։ Պատկերացրեք ինչ եմ ասում, այսինքն կանոն ազգանունով մարդուն պետք է իմանանք, որովհետև եթե մեկը տեսնենք, որ բանը հետ վճարից նորմալ չի օգտվում եւ այլն, պետք է գնանք օգնենք մարդուն, ասենք գիտեք ինչ անկանխիկ առայք այսքան բան կանենք, որպեսզի մենք որովհետեւ հիմա ես չեմ բացառում էլի լինում է դեպքեր, որ մեկ էլ մի քանի դեպք է լինում, որ իրականում այս թվերը
չեն ճշգրտվում, հետո ի ցույց է դրվում։ Դրա համար հետագայում գործիքները պետք է օգտագործենք, որ մենք քաղաքականությունը ներմուծեցին, համակարգը մեզ ասի, գիտեք ինչ, հանրապետությունում 300 թոշակառու կա, որի հետ կապված շեղում կա միջինից, եւ մենք պետք է 300 մարդու հարցը կարողանանք լուծել։ Եթե նման ես վստահ չեմ Այդ նման։ հիմա էլ կարող ենք անել, այսինքն մենք բոլորին անհատականացված գիտենք, ով ինչքան է ստանում, ով ինչքան հետ վճար է ստանում։ Դե շատ ավելի լավ, պարոն Թորոսյան, հիմա ինչ որ դուք հայտարարեցիք, խնդրում եմ մի հատ ստուգեք, որ անհատական մակարդակով իմանանք, որ մեր քաղաքական հայտարարությունները 100% ծածկույթ ունեն։ Եթե 100% չի ծածկույթը, մենք հետագայում մտածենք ոնց անենք, որ 100% ապահով։ Մի կարճ մեկնաբանություն 100% ծածկույթա այն ինչ որ հայտարարում ենք, բայց նվազագույնի դեպքում ես ասացի ինչքան ենք մոտենում նվազագույն սպառողական զամբյուղին, մենք գիտենք այդքան քաղաքացի ունենք եւ հետագա մեր քաղաքականությունները մշակելիս կարող ենք անդրադառնալ նաեւ այդ սեգմենտին։ Շատ լավ։ Մեր գործընկերները արդեն ակնարկում են, որ մենք թոշակառուներին արդեն բան արինք, այտենց շփոթեցրինք, մոլորեցրինք, հիմա մարդիկ հետևելով գլխի չեն ընկնելու ինչի մասին է, ես առաջարկում եմ, որ մնացած հարցերը հետագա հարցերի քննարկմանը անդրադառնանք, հիմա արձանագրումն է, որ ապրիլի 1-ից եւ հետագայում թոշակները 10,000 դրանով միջինում 10,000 դրամով բարձրանում են, ինչի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, քննարկում ենք հարց համար 19 էլեկտրոմոբիլների